Բարև ձեզ, սիրելիներս, մենք ձեզ հետ շարունակում ենք քննարկել Շրիմադ Բհագավատամը եւ այս պահին ուսումնասիրում ենք 3-րդ երկի 12-րդ գլուխը։ Տեր Բրահման սկսել է արարչագործության իր մասը իրականացնել։ Մենք ձեզ հետ բազմիցս քննարկում ենք ամեն անգամ, որ արիացիները իրենք պնդում են, որ նյութական աշխարհի արարչագործության մեջ շատ ակտիվ ուրեմն մասնակցություն է ունենում ինքը կենդանի էակը, որովհետև թե ինչպիսի բարմիններ անհրաժեշտ կլինեն նյութական աշխարհում, ինչ հոգեբանությամբ, այդ ամենը կախված է նրանից, թե ինքը կենդանի էակը ինչ գիտակցություն է զարգացնում։ Եվ Տեր Բրահմայի, այսինքն նյութական աշխարհի նյութական բնականության մարմնավորումը այս պահին ուրեմն պետք է կատարի այդ երկրորդական արարչագործությունը։ Մենք տեսանք, որ Տեր Բրահման ինքը անցավ երկու փուլ, այսինքն սկզբում ինքը արարեց որոշակի սկզբունքներ, որոնք իրենք պարտադիր են, այսինքն ոչ թե պարտադիր են, այլ ոնց որ բխում են կենդանի էակի ցանկություններից։ Եվ ուրեմն դրանք սկզբունքներ են, որոնք իրենք ուրեմն մի կողմից հնարավորություն են տալիս կենդանի էակին իրականացնել իր անկախության ցանկությունը, գիրագույն աստվածավորության կամքից, չէ՞, եւ երկրորդ հերթին ուրեմն դա սկզբունքներ էին, որոնք իրենք իրականացնում են այդ պատրանքը, որ կենդանի էակը ինքը անկախ է։ Հաջորդ փուլով մենք տեսանք, որ Տեր Բրահմային այդքան էլ դուր չեկան այն սկզբունքները, որը ինքը ստիպված էր արարել, չէ՞, եւ ինքը կենտրոնացավ գիրագույն աստվածավորության վրա, որպեսզի մաքրագործվի, որտեղ համարեց, որ այդ սկզբունքների արարումը իրեն բախտեց։ Վերականգնելով իր գիտակցության մաքրությունը, որտեղ խնդիրը կայանում էր նրանում, որ եթե ինքը չբավարարվածության զգացում ունեցավ, դա նշանակում էր, որ ինքը շեղվեց գերագույն Աստծո ազնվորության ուրեմն կամքից, որովհետև եթե իր մոտ մնում էր այդ կամքի հասկացողությունը, ինքը չպետք է որ այդպիսի զգացում ունենար, որովհետև հասկանում էր, որ այն ամենը ինչով ինքը զբաղված է, դա գերագույն Աստծո ազնվորության կամքն է, այլ ոչ թե իր ինչ-որ կամայական գործողություններ։ Եվ դրա համար ինքը անմիջապես կենտրոնացավ գերագույն Աստծո ազնվորության վրա, որպեսզի բերի իրեն այդ ներդաշնակության զգացումի մեջ։ Մաքրագործվելուց հետո Տեր Բրահման ինքը ուրեմն արդեն արարեց առաջի կենդանի էակներին։ Մենք տեսնում ենք, որ արիացիները իրենք չեն նկարագրում նյութական աշխարհը որպես ամենաառաջինը մարդու ուրեմն հայտնությունը, հա, այսինքն իրենք չեն խոսում նրա մասին, որ մարդը դա ամենաթանկ բանն է այս նյութական աշխարհում։ Առաջի հերթին ուրեմն ստեղծվեցին նրա 4 որդիները։ Սանատ իրենց սովորաբար ասում են կումարները, հա։ Ուրեմն այդ կումարները իրենք, ինչպես մենք տեսանք, մարմնավորում էին 4 սկզբունքներ։ Դրանք էին ուրեմն գիտելիքը, հրաժարումը, ուրեմն յոգայի process-ը եւ ուրեմն ասենք ազատագրումը, հա, եւ տեսեք ասենք, չէ, եւ այդ անձնավորությունները, այսինքն այդ սկզբունքները, որի կրողները իրանք հանդիսանում էին, չէ, այդ սկզբունքները իրենք նախատեսված են նյութական աշխարհից դուրս գալու համար։ Եվ դրա համար, երբ որ Տեր Բրահման ինքը ուրեմն իր որդիների առաջ դրեց այդ պայմանը, որ իրանք պետք է, այսպես բանել, պետք է մասնակցեն նյութական աշխարհում մարմիններ արարելու գործընթացին, այսինքն պարզ ասած պիտի ամուսնանան եւ երեխաներ ունենան, հա, իրենք հրաժարվեցին, որովհետև այո, դա սկզբունքներ են, որոնք իրենք նյութական աշխարհի համար չեն նախատեսված եւ նյութական աշխարհում արմատներ չեն թողնում։ Հիմա, սիրելիներս, ուրեմն հաջորդ քայլով, հա, բաները Տեր Բրահման ինքը մնաց չբավարարված իր որդիների ուրեմն
բանից, որոշումից եւ գիտեց իր ունքերը։ Երբ որ ինքը գիտեց իր ունքերը, այսպես էլ որպես հետևանք, ուրեմն այդ իր այս ունքերի մեջտեղի մասից դուրս եկավ փոքրիկ ազնվորություն։ Եվ մենք անցյալ անգամ մի թեթև քննարկեցինք ուրեմն Ռուդրայի բանը, երեխան միանգամից սկսեց լաց լինել եւ ուրեմն խնդրեց իր հորը, որպեսզի հայրը իրեն տրամադրի տեղ։ Տեքստը ինքը հնչում էր այսպես, հա։ Տեր Բրահման ինքը բանարեց, պատասխանեց այսպես, որ մի լացիր, ես ապայման կկատարեմ քո ցանկությունը, օգիս աստվածների տիրակալ, նրա համար, որ դու այդքան կատաղաբար ճչացիր ու լաց եղար, մարդիկ քեզ կկոչեն Ռուդրա։ Որդիս ես արդեն որոշել եմ քո ապագա ապրելավայրը, քո ապրելավայրը կդառնան սիրտը, զգայարանները, կենսական օդը, երկինքը, օդը, կրակը, ջուրը, հողը, արևը, լուսինը եւ ուրեմն ասկեզաները, այսինքն ճգնությունները իրականում։ Տեր Բրահման շարունակեց. տղաց, դու կունենաս նաեւ 11 այլ անուններ. Մանյու, Մանու, Մահինասա, Մահան, Շիվա, Ռիտադվաջա, Ուգրարետա, Բհավա, Կալա, Վամադևա եւ Դրիտավրատա։ Հա։ Ուրեմն, սիրելիներս, սա այն տեքստերն են, որը մենք ձեզ հետ կքննարկենք այսօր։ Ինչպես տեսնում ենք, չէ, ուրեմն այն տեքստը, որտեղ Տեր Բրահման ինքը խոսեց դրա մասին, որ թե որտեղ ինքը կարող է ուրեմն կացարան գտնել, մենք ուրեմն տեսանք շատ կարևոր թեմա քննարկեցինք, դա նա էր, որ Տեր Բրահման ինքը չոչնչացրեց Ռուդրային կամ չդրսևորեց իր համար անհանդուրժողականություն։ Սա իրականում Բhagavad-ամի ամենակարևոր շերտերից մեկն է, որովհետև Բhagavad-ամը դա առողջ էմոցիայի մասին է։ Այսինքն կենդանի էակը ինքը պարունակում է իր մեջ երկու պոտենցիա։ Մեկը դա բանականության պոտենցիան է, որը ինքը կարողանում է ուրեմն պահել իր մեջ ինֆորմացիան, այսինքն գիտելիք կուտակել, այդ գիտելիքի հիմքի վրա հասկացողություն զարգացնել եւ այդ հասկացողության հիմքի վրա արժեքային համակարգ ձևավորել, չէ՞։ Մյուսը դա ուրեմն միտքն է, որը ինքը զգացմունքայնությունն է, այսինքն ինքը իր մեջ ձևավորում է էմոցիա։ Եթե բանականությունը ինքը վերջնականում ձևավորում է կարծիք, ապա միտքը վերջնականում ձևավորում է վերաբերմունք։ Եվ արիացիները իրենք խոսում են նրա մասին, որ իրականում հոգևոր զարգացումը դա այդ երկու երևույթները բալանսի մեջ բերելն է։ Այսինքն առաջի հերթին ցանկացած ազնվորություն, ուզում է դա լինի կիսաստված, մարդ, դեմոն, ով ուզում է լինի, եթե ինքը ունի զարգացած բանականություն եւ զարգացած միտք, որտեղ կան մենք տեսնում ենք, որ նյութական աշխարհում կան ուրեմն գոյության այնպիսի ձևեր, որոնք իրենք այդ երկու բանից զուրկ են, եւ դա նշանակում է, որ դա շատ վատ ճակատագրի մասին է խոսքը։ Այսինքն դա կենդանի էակներ են, որոնք իրենք շատ փոքր չնչին հնարավորություններ ունեն նյութական աշխարհում, չէ՞։ Եվ հիմա տեսեք, սիրելիներս, ուրեմն ինչու՞ է այստեղ խնդիրը։ Բhagavad-ամը ինքը պերսոնալիստների սուրբ գրվածքն է։ Եվ սա նշանակում է, որ պերսոնալիստները իրենք տարբերվում են իմպերսոնալիստներից, այսինքն արական քաղաքակրթության մեջ, ուրեմն, երբ որ եթե մենք վերցնում ենք ինքը կլասիկան, իմինը արական քաղաքականության քաղաքակրթության այդ կատարումը, թե ինչպես էին իրենք կատարում, իրականացնում իրենց կրոնը, ապա մենք կարողանում ենք տեսնել, որ իրենց համար
Դա ուրեմն այսպես բան էր, չէ՞։ Առաջի 4 փուլով էր։ Ես ամեն անգամ կրկնում եմ։ 4 փուլով։ Առաջի փուլում կարգավորվում է նյութական գոյությունը, երկրորդ փուլով ուրեմն կենթանիակը ինքը ձեռք է բերում ազատագրում, եւ այստեղ այդ ազատագրումը դա նշանակում է, որ կենթանիակը ինքը կոպիտ ասած դուրս է թռնում նյութական աշխարհից եւ հայտնվում է այսպես կոչված անսահման անծայրածիր միապաղաղ լույսի մեջ։ Չէ՞։ Սա դրամա էլ կոչվում է իմպերսոնալ, այսինքն անձնավորություն չկա։ Եվ ընկնելով այդտեղ կենթանիակը ինքը վերածվում է մի փոքրիկ լույսի կետի, ոնց որ ասենք լույսի ատոմը։ Հասկանում եք։ Եվ ուրեմն այդտեղ կենթանիակը ինքը իրականացնում է, որ ինքը իրոք հավերժ է, բայց այդտեղ չկա բազմազանություն։ Բոլորը ուղղակի լույսի կետ են։ Հասկանում եք։ Դրա հոգեբանական բաները մենք արդեն մի քիչ դիտարկել ենք, հետագայում ավելի մանրամասն կդիտարկենք։ Հիմա սերիներ, չէ՞։ Ուրեմն տեսեք, իմպերսոնալիստները իրենք խնդիր ունեն ազատագրվել եւ նյութական բանականությունից, եւ նյութական մտքից, եւ նյութական մարմնից, եւ նյութական կեղծ եսից։ Հա? Եվ դրա համար իրենք գնում են նյութական էմոցիաների, նյութական արժեքային համակարգի, նյութական զգայարանների ոչնչացման ճանապարհով։ Պերսոնալիստները իրենք ասում են, եւ կան պերսոնալիստներ, որոնք արդեն, եթե մենք նայում ենք արիացիների կլասիկայով, ապա դա այն մակարդակն է, որտեղ կենթանիակը ինքը արդեն իրականացնում է, որ ինքը все-таки վերջնականում պերսոնա է, որովհետեւ այդ միապաղաղ լույսի մեջ բավականին արագ ուրեմն գլուխ է բարձրացնում իր ակտիվ բնությունը եւ ինքը հասկանում է, որ այ նյութական աշխարհի ակտիվությունը ինքը արդեն հերքել է, որովհետև հասկացել է դրա բոլոր թերությունները, հա, բայց ակտիվությունը մնացել է։ Եվ դա նշանակում է, որ պետք է գնալ առաջ, այսինքն այդ ակտիվության հիմքը ինչ որ այդ լույսից այն կողմ է։ Բարձ տրամաբանություն է։ Եվ այդպես հոգին ինքը արդեն դիմում է հաջորդ զարգացմանը։ Չէ՞։ Երբ որ ինքը գալիս է բակտի յոգայի մեջ, չէ՞, բակտի յոգան ինքը սկսում է կենթանիակին նորից բացատրել, որ դու հավերժ անձնավորություն ես։ Եվ խոսքը գնում է ընդամենը նրա մասին, որ դու հավերժ ունես բանականություն, հավերժ ունես միտք եւ հավերժ ունես մարմին, որը ունի զգայարաններ, այսինքն արտաքին աշխարհը ընկալելու եւ արտաքին աշխարհի հետ շփվելու հնարավորությունը։ Ուղղակի այդ մարմինը ինքը հոգևոր է, այսինքն հավերժ է։ Եվ դու իրականում հավերժ հոգևոր աշխարհի ուրեմն ապրող ես։ Հիմա այս ճանապարհին առաջի հերթին այդ տեսեք, երբ որ մենք ասում ենք, չէ, փաստացի, եթե մենք գունաններով ենք խոսում, գոյավիճակներով ենք խոսում, հոգևոր մարդը ինքը երբ որ մտավ հոգևոր ճանապարհի մեջ, ինքը առաջի հերթին ասում ենք կարգավորում է իր նյութական գոյությունը։ Ինչի հիմքի վրա է ընդհանրապես կենթանիակի նյութական գոյությունը դառնում անկարգ։ Եկեք սա հասկանանք, էլի։ Ուրեմն, տեսեք, ինչ են ասում արիացիները։ Իրենք ասում են, անձնավորությունը ինքը իր կյանքի մեջ մտցնում է անկարգություններ, հա, երկու դեպքում։ Մեկը դա նա է, որ ինքը ունի սխալ արժեքային համակարգ։ Որն է սխալ արժեքային համակարգը։ Արիացիները իրենք համարում են, որ կենթանիակի ամենամեծ սխալը կայանում է նրանում, որ կենթանիակը ինքը մտածում է, որ ինքն է աշխարհի կենտրոնը, այսինքն որ ամեն ինչը պիտի պտտվի նրա շուրջ, թե ինչպես է, ինչ է զգում ինքը։ Ամբողջ շրջապատը պետք է զբաղված լինի նրանով, որպեսզի ինքը լինի երջանիկ։ Այսինքն առաջի խնդիրը դա էգոիզմն է։ Երկրորդ խնդիրը, որը անհանգստություններ է ստեղծում կենթանիակի մեջ, չէ, դա նա է, որ բանականությունը եւ միտքը իրենց տեղում չեն։
Այսինքն, ինչ է սա նշանակում։ Տեսեք, այսինքն մենք ասում ենք, ցանկացած մարմին, լինի դա հոգևոր, լինի դա նյութական, ինքը բաղկացած է կոպիտ մարմնից, մտքից, բանականությունից եւ եսից։ Եթե դա նյութական մարմինն է, ապա վերջում գալիս է կեղծ եսը, եթե դա հոգևոր մարմինն է, ապա վերջում գալիս է իրական եսը։ Կեղծ ես, որովհետև այդ մարմինը կենդանի էակին նյութական մարմինները դա կենդանի էակի ժամանակավոր կացարաններն են, եթե այսպես կարելի է ասել, որտեղ ինքը փորձ է կատարում իրականացնել իր այդ էգոիստական երազանքները, չէ՞։ Հիմա տեսեք, ինչ ենք ստանում մենք, հա, մենք ստանում ենք այսպիսի մի իրականություն, եթե ազնվորությունը ինքը, այսինքն մարմնի զգայարանները իրենք մնում են իրանց տեղում, եթե մենք խոսում ենք հիմա նյութական մարմնի մասին, չէ, եկեք սկսենք այստեղից, որտեղ երբ որ կենդանիակը ինքը նոր է մտնում հոգևոր աշխարհ, դա հոգևոր կյանք, դա նյութական աշխարհում ապրող կենդանիակն է, որը ունի նյութական մարմին եւ հիմա ունի խնդիր վերադառնալ իր հոգևոր մարմին։ Տեսեք, ուրեմն, այլ որ ազնվորությունը ինքը նյութական աշխարհի, նյութական մարմին ունի, չէ, նյութական մարմինը ինքը իրանով ունի իր կարիքները։ Այսինքն, նյութական մարմինը ինքը կարիք ունի որոշակի բանի եղանակի, կախված նրանից թե ինչպիսի մարմնում է ինքը գտնվում, չէ, այսինքն տարերքների հետ ճիշտ բանի գարմոնիայի ներդաշնակության մեջ լինելու խնդիր ունի, չէ, նյութական մարմինը ինքը կարիք ունի, ուրեմն սնունդի, կարիք ունի հանգստանալու, այսինքն ինքը հոգնելու ունակություն ունի, կարիք ունի հանգստանալու, շատ մեծ կարիք ունի լինելու պաշտպանված, չէ, եւ կարիք ունի բազբանալու։ Սա նյութական մարմնի պահանջներն են։ Հիմա հաջորդը գալիս է միտքը։ Միտքը դա մենք արդեն ասեցինք, որ ինքը ցանկություններ ձևավորելու եւ վերաբերվելու օրգանն է, որտեղ վերաբերմունք է ձևավորվում։ Հիմա, տեսեք, եթե ազնվորության, այսինքն գալիս է այսպես, ինքը իերարխիան այսպիսին է, կա մարմին, մարմինը ունի իր պահանջները, կա միտք, որը ինքը պետք է ղեկավարի մարմինը, հա, եւ կա բանականություն, որը պետք է ղեկավարի եւ մարմին, եւ միտքը, եւ մարմինը, այսինքն արժեքային համակարգը պետք է ղեկավար լինի մնացած ամեն ինչին։ Հիմա, երբ որ կենդանի էակը ինքը այնպիսի ազնվորություն է, որը հստակ արժեքային համակարգ չի ձևավորել, չէ, դա կոչվում է թույլ բանականություն։ Երբ որ բանականությունը ինքը թույլ է, կենդանիակը հենվում է իր զգացմունքների վրա։ Սրանք կոչվում են էմոցիոնալ մարդիկ, այսինքն սենտիմենտալիստներ։ Սենտիմենտ նշանակում է զգացմունք, չէ՞։ Սենտիմենտալիստներ, նրանք ովքեր, ես դա այսպես պայմանականորեն մի քիչ կոպիտ եմ ասում եմ անուղեղ հավի նման են, հա։ Այսինքն ինչի մասն է խոսքը։ Խոսքը գնում է նրա մասին, որ այդպիսի մարդիկ իրենք ղեկավարվում են, հա, միայն զգացմունքայնությամբ։ Իսկ զգացմունքայնությունը ինքը հենված է զգայարանի ընկալման վրա։ Այսինքն, ես ընկալեցի այս զգայարանով կպալ, հա, տեսա այսպես հովացնող տակ չի, հա, հով առարկա է, ինչ-որ գեղեցիկ է, կամ չգիտեմ, դուրս եկավ, կամ չգիտեմ ինչ, հա, եթե իմ զգայարաններին բավարարեց, այսինքն աչքերիս համար գեղեցիկ էր, լսողությանս համար հաճելի էր, հա, ուրեմն հոտավետության համար հոտավետ էր, համով էր, հա, հաճելի էր ձեռք տալ, եւ եթե այս զգայարանների ընկալման ընթացքում ամեն ինչը հաճելի էր, միտքը ասում է, այսա ես ուզում եմ։ Արդեն թե դա ճիշտ է, սխալ է, ասենք, ինչ էլի, ինչի հետ գործ ունես ընդհանրապես, ինչ հետևանքներ կարող են լինեն այդ կոնտակտից, սենտիմենտալիստին դա չի հետաքրքրում։ Всё, ինքը որտեղ հայտնվեց։ Ինքը հայտնվեց անհանգստությունների դաշտում։ Չէ՞, եւ իր այդ մշտական կաչելյանների մեջ։
ուզում եմ, չեմ ուզում, սիրը, բան, եւ հրճված եմ հիասթափված։ Դա անհանգստությունների բուն է։ Հիմա կենթանիակը ինքը շատ այսպես հստակ բանականություն ունի եւ համարում է իր համար էմոցիան ավելնորդ, որտեղ էմոցիան ինքը միայն անհանգստություններ է բերում։ Չէ՞։ Այդ ժամանակ մարդը ինքը կենթանիակը ինքը չորանում է։ Ինքը դառնում է չոր։ Հասկանում եք։ Հիմա տեսեք այդ չորությունն էլ, չէ՞, իրան բերում է այնտեղ, որ իրան չեն սիրում, որտեղ հնարավոր կենթանիակը ինքը միշտ իրականում վերջնականում, չէ՞։ Եթե մենք այսպես էլի պատկերավոր ասենք, չէ, հոգևոր աշխարհի մասին։ Հոգևոր աշխարհը դա ինչ աշխարհ է։ Դա այն աշխարհն է, որտեղ ամեն ինչը փափլիկ է, հասկանում եք։ Ամեն ինչը փափլիկ է։ Ցանկացած կենթանիակ, որին ազնվորությունը ինքը մոտենում է հոգևոր աշխարհում, իր ներսը փափլիկ է։ Մենք ասենք մաքուր սիրո վրա հերված, բան, ինչ-որ վերջնական այդ զգացմունքը չի լինում, էլի։ Իսկ իրականում դա ներքին փափկության մասին է խոսքը։ Ահա որ մեծ փափկության։ Հիմա, իսկ նրանք ովքեր որ արդեն շեշտը դնում են ինտելեկտուալ զարգացման վրա, չէ՞, իրենք դառնում են չոր։ Ու այսպես արդեն բան է, չէ, այն կենթանիակի վերջնական ամենակարևոր գործոնի մեջ այդ ազնվորությունները իրենք պրոստը չկան։ Եվ դա նշանակում է, որ իրանց հետ շփում ունենալը դա դիսկոմֆորտ է։ Հիմա տեսեք, ասենք, իրանք մարմինը, այսպեսի բան է, այս մեջտեղը խոռոչ է առաջանում։ Մարմինը իր ցանկություններով խեղդում է, այսինքն միևնույն է, մարմինը ուզում է ուտել, մարմինը ուզում է, չգիտեմ, քնել, մարմինը ուզում է սեռական հարաբերություններ, ով ուզում է սերմ, չէ՞։ Հա, էմոցիոնալ բանը մեջ արանքից դուրս եկավ եւ մնաց մենակ ինտելեկտը, չէ՞։ Եվ այդպիսի մարդիկ իրանք գտնվում են կոնֆլիկտի մեջ իրենց մարմնի ցանկությունների եւ ինտելեկտուալ ակտիվության կոնֆլիկտի մեջ։ Հասկանում եք, չէ՞։ Եվ այդպիսի ազնվորությունները իրանք չորություն են մտցնում այս աշխարհ։ Իսկ այնտեղ որտեղ կա չորությունը, դա նույնպես մեծ անհանգստություններ են, որովհետև կենթանիակը վերջնականում։ Հասկա արիացիների գաղափարը դա է, որ կենթանիակը վերջնականում իր ամենամեծ կարիքը դա սերն է։ Հասկանում եք։ Եվ դրա համար է, որ ինչի հաշվին էին արիացիները իրենք կարողանում, այսպես էլի երջանիկ հասարակություն կառուցել։ Դա մի գործոն էր, որն էր այդ գործոնը։ Իրենք ամբողջ հասարակությունը կառուցում էին այն գաղափարի շուրջ, որ ոչ մի կենդանի էակի սիրո ունակությունը չի կարելի վնասել։ Տեսեք աստվածամերժության դարաշրջանում, չէ՞, ինքը ուղղակի հակառակ է։ Այսինքն տգիտության եւ կրքերի գոյավիճակի աստեցության տակ ազնվորությունները իրենք ինչ են անում։ Իրենք, այսպես էլի, մեթոդիկ վնասում են իրար սիրելու ունակությունը, ինչ է շակում հիասթափություններ, ինչ է նշանակում, ես բաժանվելու հնարավորություն եմ ուզում, դա ինչից է գալիս, որտեղ վնասում են իմ սիրո պոտենցիային, չէ, իմ էմոցիային են վնասում, չէ, երբ որ ես ուզում եմ հեռանալ ինչ-որ մեկից, վերջնականում, այդ կոմֆորտ չի, հասկանում եք, եւ դա նույնպես բան է։ Հիմա ինչ են ասում արիացիները, իրենք ասում են, առաջի հերթին դու պետք է մարմինը, մարմնի ֆունկցիաները, մտքի ֆունկցիաները եւ բանականության ֆունկցիաները շարես իր տեղը։ Հասկանում եք։ Իսկ հերթականությունը ո՞րն է։ Որպեսզի կենդանի էակը ինքը լինի, հիմա այսպես էլի, գիտելիքով պաշտպանված, շատ կարևոր կետ է սա, հա, որպեսզի ինքը լինի գիտելիքով պաշտպանված, ինքը պետք է ունենա ուրեմն այսպիսի հերթականություն։ Ինքը պետք է ունենա սովորություն
սկզբից գնահատել, հետո վերաբերվել։ Հասկանում եք։ Այսինքն սկզբից միտքը ինքը պետք է այդ զգայարանից եկած իմպուլսը միանգամից ուղարկի բանականությանը։ Այսինքն մարդու մոտ պիտի միանգամից միանա գնահատելու ֆունկցիան։ Այսինքն ինչքանով է այն օբյեկտը, որը հիմա կանգնած է իմ առաջ, ինչքանով է իմ համար բարենպաստ, ինչքանով է իմ համար անվտանգ, հա, եւ արդեն պոզիտիվի մեջ, ինչքանով է ինձ համար հաճելի, այսինքն ինչքանով է ինձ համար բարենպաստ։ Եվ միայն գնահատելուց հետո կարելի է ձևավորել վերաբերմունք։ Հասկանում եք։ Ուրեմն, այսա առաջնային խնդիր է, որպեսզի այսինքն բանականությունը պիտի լինի ուժեղ, որովհետև ինքը պիտի առաջինը գնահատի նրանից եկող, զգայարանից եկող իմպուլսը։ Այսինքն առաջի ռեակցիայով, չէ, ինքը գալիս է այսպես, որ զգայարանը ինչ-որ մի բան ընկալեց, միտքը այդ դա հնարավոր չի կանգնացնել։ Միտքը ինքը միանգամից խոսում է նրա մասին, հաճելի էր, հաճելի չէր։ Բայց հիմա այդ հաճելի էր չերը, ինքը պիտի անմիջապես ուղարկի բանականությանը, ասի գնահատի, ես ճիշտ եմ։ Եթե բանականությունը ինքը ուժեղ է, այսինքն զինված է գիտելիքով, ապա բանականությունը ինքը գնահատում է եւ ուրեմն վերադարձնում է մտքին, որպես ճիշտ է, ճիշտ չի։ Հասկանում եք, լավ է, լավ չի։ Հա? Եվ միայն նրանից հետո, երբ որ բանականությունը ինքը հաստատեց, որ այդ որ քո դուրը եկավ, ինքը համել բան է, բիզապասնա անվտանգ է, հա? Համել կարող է, ասենք, պարունակում է իր մեջ պոտենցիա, ասենք, քո երջանկության համար, նոր դրանից հետո միտքը իրեն թույլ է տալիս կապ դնել, այսինքն ասել այսա ուզում եմ, կամ իսկ սա չեմ ուզում, որտև բանականությունը ասեց վտանգավոր է։ Հասկանում եք, ուրեմն այս ներքին պրոցեսները պիտի տեղի ունենան, չէ՞։ Եվ այդտեղ արիացիները իրանք ընդդում են, որ չկա, այսքան խոսում ենք, որ սա բանանեք էլի, որ չկա այդպիսի էմոցիա, որը պետք է լինի հերքված։ Եվ մենք ձեզ հետ տեսանք, որ Տեր Բրահման, չէ, ինքը չհերքեց, ինքը ինչ ասեց, ինքը ասեց, ես արդեն, հա, քո ապագա մնալու տեղը որոշել եմ։ Այսինքն Տեր Բրահման ինքը չոչնչացրեց Ռուդրային, ինքը չհերքեց Ռուդրայի բնությունը, ինքը պրոստը ասեց, այո, ջղայնությունն էլ է այս աշխարհում պետք, ուղղակի այդ ջղայնությունը պիտի ունենա իրա տեղը, հա, եւ սա տեքստի շատ կարևոր առանցք է, հասկանում եք, որ ոչ թե խոսքը գնում է նրա մասին, որ այդ ավիրիչ ուժը ինքը պետք է լիկվիդացիայի ենթարկվի, այսինքն ոչնչացվի, հա, ոչ, Տեր Բրահման ինքը ջղայնությունը մտցրեց այդ տիեզերական կարգի մեջ եւ ասեց քո բնակման տեղը, չէ՞։ Եվ մենք անցյալ անգամ քննարկեցինք, որ սա ոչ թե ինչ-որ այսպես էլի տեղայինքի մասին է խոսքը, այլ մենք տեսանք, որ Տեր Բրահման ինքը թվարկեց ինչ-որ որոշակի էներգիաներ, չէ՞, կամ էլեմենտներ, որոնց մեջ այդ ավերիչ սկզբունքը, տրանսֆորմացիաների սկզբունքը, կամ լարվածության սկզբունքը, չէ, կամ քայքայման սկզբունքը, ինքը ուրեմն պետք է այդտեղ ներկա լինի։ Հետո ինքը ասեց սիրտը։ Մենք խոսացինք դրա մասին, որ սիրտը ինքը
հուզմունքների, հույզեր ապրելու վայրն է, որտեղ կենդանիակը ինքը զգում է կապացություններ, զգում է ցավ, կրքեր, չգիտեմ, խանդ, չգիտեմ, ներքին կրքոտ վիճակներ, չէ՞։ Եվ երբ որ մենք խոսում ենք ջղայնության մասին, ջղայնությունն էլ ինքը առաջին հերթին ապրում է սրտի մեջ։ Հետո ինքը ասեց զգայարանները, դու համել կապրես զգայարանների մեջ, չէ՞։ Եվ մենք տեսանք, որ ասենք զգայարանները իրանց հերթին նյութական աշխարհում հանդիպում են դիմադրության, չէ՞, կամ հանդիպում են չբավարարված վիճակների, եւ այդտեղ կենդանիակի մեջ ինքը ձևավորվում է բան էլ раздражение, ну, ջղայնություն, չէ՞, ագահություն, կարող է զարգանալ ցանկություն բռնության, այսինքն զախված էլի այդ որ վերցնեմ ինձ, չէ՞։ Եվ ուրեմն սա էլ իր հերթին ուրեմն այն զգայարաններն էլ այն օրգաններն են, որտեղ նույնպես կարող է արտահայտվի ջղայնությունը։ Հաջորդը դա կյանքի բաններ, օդը, հա, կյանքի պատոկները իրականում պրանան էլի, հա։ Ուրեմն պրանան ինքը, այսինքն այդ կյանքի հոսքերը, իրենք այսպես արիացիներ իրենք անմիջականորեն կապում են էմոցիաների հետ, հա, տեսեք ինչից, այսինքն կյանքի օդը ինքը կախված է շնչառությունից, չէ՞։ Հիմա տեսեք, ինչն է առաջին հերթին փոխվում ցանկացած էմոցիայի ժամանակ մարդու մոտ, շնչառությունը։ Եվ ջղայնությունը իր հերթին միանգամից ազդում է շնչառության վրա։ Մարդը ինքը սկսում է ծանր շնչել, չէ՞։ Եվ այդտեղից մենք միանգամից հասկանում ենք իր կյանքի պրանան ինքը մնաց մտավ լարվածության մեջ, հա։ Եվ այդ լարվածությունը ինքը արտահայտվում է այդ ներվային համակարգի, նյարդային համակարգի լարվածության։ Հասկանում եք, եւ դա, երբ որ կենդանիակի նյարդային համակարգը ինքը լարվում է, դա այդ ռուդրայի ջղայնության արտահայտությունն է, չէ՞ հիմա, իսկ բանը, ինչ են ասում, իսկ ռուդրան ինքը քայքայից սկզբունքն է, այսինքն մենք հիմա ձեզ հետ քննարկում ենք, թե որտեղ ոնց է մտնում մարդու մարմնի մեջ կամ ցանկացած կենդանիակի նյութական աշխարհում ապրող էլի, ով ուզում է լինի, կենդանիակի մեջ, նյութական իր մարմնի մեջ ոնց է մտնում քայքայիչ սկզբունքները, չէ՞։ Եվ եթե մենք ուզում ենք, տեսեք, ասենք, ինչու է էլի, որ ասենք, ես դա միշտ ասում եմ, չէ՞, որ արիացիները իրենք ասում են, որ ոսկե դարաշրջանում իրենք ապրել են 100,000 տարի։ Արծաթե դարաշրջանում 10,000, բրոնզե դարաշրջանում 1000, եւ ասում են, իսկ աստվածամերժության, այսինքն երկաթի դարաշրջանում դուք ապրելու եք 100։ Արդեն ապագայի համար մեզ ասում են դուք, չէ՞։ Այսինքն դա ինչի հաշվին է լինում։ Մենք հետ առաջի տեքստը անցանք, չէ՞, Բագավատամի, որտեղ շարունակ Արիշին ինքը ասեց, որտեղ է գտնելու ապաստարան երջանկության սկզբունքները, երբ որ այդտեղ ծնվելու են այնպիսի կենդանիակներ, որոնք իրենք չեն կարողանում, ուղղակի չեն կարողանում կառուցել խաղաղ հարաբերություններ։ Հասկանում եք։ Հիմա մեր մոտ 3 ավարտվեցին ընտրությունները, չէ՞։ Տեսեք ինչքան, ասես, բան չենք խոսում, այս վրոդի մի ազգի ներկայացուցիչներ ենք, չէ՞ բոլորս։ Բայց տեսեք արժեքային համակարգի հիմքի վրա ինչպիսի թշնամանք, ինչպիսի ատելություն կարող ենք զգալ մեկ-մեկու հանդեպ։ Հասկանում եք։ Չէ՞։ Ուրեմն սա է պատճառը, որ կյանքը ինքը կարճանում է։ Այսինքն ուզում ես մարդու կյանքը կարճացնես, հաճախակի ջղայնացրու իրեն։ Ոչ մի բան դրա համար ուրիշ պետք չի։ Հասկանում եք, այ պետք է իրան պետք է պահել ջղայնության էներգիայի մեջ, որտեղ իհարկե, երբ որ մարդը ինքը միշտ այդ բացասական էներգիայի տակ է գտնվում, չէ, իր մեջ ինչը չկա, սերը չկա, չէ, իր կյանքից դուրս է գալիս սերը, այ երբ որ այդ սերը դուրս է գալի, հա, ինքը ոնց որ
կյանքը իրան կարդում է այդպես, որ այնքը կյանքի համար անպիտան բան է, իր կյանքը ոչ մեկին պետք չի, բոլորը իրան ոչնչացնում են։ Եվ այդ ժամանակ բնությունն էլ նպաստում է, որպեսզի այդ ազնվորությունը ոչնչանա։ Հասկանում եք։ Հիմա սիրելիներս, չէ՞։ Եվ ուրեմն մենք տեսանք, որ ուրեմն հաջորդը Տեր Բրահման ինքը արդեն բանարեց, թվարկեց տարերքները, չէ՞։ Ուրեմն օդը, կրակը, ջուրը, հողը։ Եվ այդ ամեն ինչի մեջ ինքը կա այդ էլեմենտի քայքայող սկզբունքը կամ իրան տրանսֆորմացիայի ենթարկող սկզբունքը։ Հասկանում եք։ Այսինքն ինչի մասին է խոսքը։ Այստեղ էլ խոսքը դրա մասին է, որ նյութական աշխարհում բոլոր տարերքներից արարված ամեն ինչ որ մի պահ պիտի քանդվի։ Հասկացաք։ Եվ դա Ռուդրան է։ Հետո խոսացվեց լուսնի, հետո խոսացվեց ուրեմն լուսնի եւ արևի մասին։ Հա։ Եվ մենք արդեն տեսանք, որ նույնիսկ այդ դիեզերական ռիթմերը ապահովող լուսինը այդ նորալուսնից մինչև լիալուսին, չէ՞, իրանք նույնպես կամ ասենք արևը, որը ինքը կյանքի բան է, չէ, աղբյուր է, իրանք նույնպես իրանց մեջ պարունակում են այդ էլի էներգիաիստաշենիա հյուծման, հա, այդ հյուծման, այդ որ իրանք հյուծվում են, այսինքն իրանց ռեսուրսը գնալով պակասում է մինչև ինքը այրվի ու վերջանա։ Մյուս կողմից, երբ որ մենք խոսում ենք արևի եւ լուսնի մասին, մենք խոսում ենք նրա այն սկզբունքի մասին, որ ցերեկը ինքը ոչնչացնում է գիշերը, գիշերը ինքը ոչնչացնում է ցերեկին։ Հասկանում եք։ Եվ այդ դա ինքն էլ հիմա բանել է, այսպես հյուծում է կամ կուլ է տալիս վիճակները, չէ՞։ Եվ վերջում ինքը ասեց եւ ճգնությունները։ Սա իրականում շատ անսպասելի եւ շատ, այսպես էլի, խորը կետ է, որովհետեւ ճգնությունը վրոջի բի նախատեսված է հոգեվոր կյանքի համար, առաջընթացի համար, չէ՞, բայց Բրահման ինքը ասեց, որ այդ հոգեվոր բաները իրանք նույնպես իրա մեջ պետք է պարունակեն այդ ոչնչացման հին ստրուկտուրաները, ազնվորության այդ հին ստրուկտուրաները, կարծրատիպերը, ոչնչացման process-ը։ Չէ՞, եւ ինչ է նշանակում ճգնություն։ Ճգնություն դա նշանակում է, որ կենդանյակը ինքը հրաժարվում է իր ինչ-որ կայացած սովորություններից եւ ձեռք է բերում նոր սովորություններ։ Հրաժարվում է իր կախվածություններից, այսինքն կախվածությունները իրանք փլուզվում են, ոչնչանում են, հա? Եվ վերջնականում ասկեզաները իրենք կարող են ճգնությունները իրենք կարող են բերել կենդանյակին կեղծ եսից ազատագրման։ Հա? Ուրեմն մենք կարողանում ենք հասկանալ, որ այս ամեն ինչի ինչ որ թվարկեց Տեր Բրահման, հա? Ինքը ուրեմն շատ կարևոր կետեր էին։ Հոգեբանության տեսանկյունից ինքը այս տեքստը ինքը շատ էսպես բան էլի թիրախային տեքստ է։ Ինչու՞, որովհետև Բրահմանը ինքը չասեց։ Գիտես, չէ, դու իմ ջղայնության մարմնավորումն ես, ջղայնությունը ինքը իրավունք չունի գոյություն ունենալ նյութական աշխարհում, քեզ պետք է ոչնչացնել։ Ինքը ասեց, այո, իհարկե դու ապրելու իրավունք ունես, եթե արդեն իմ մեջից հայտնվեցիր, դու ապրելու իրավունք ունես։ Այսինքն տեսեք, Բրահման ինքը նյութական բանականության մարմնավորումն է։ Հիմա Բրահման ինքը ինչ է անում։ Ինչպես է ինքը արարում, էլի այդ իր արարման process-ը ինքը շատ հետաքրքիր է։ Ինքը գալիս է ինչ-որ մի հատ վիճակի, այդ վիճակը դառնում է մարմին։ Հասկացաք։ Հա? Այսինքն այդ է, թե հիմա արիացիները իրանք ցույց են տալիս, թե ինչպես է ձևավորվում նյութական աշխարհի մարմինները։ Հիմա Տեր Բրահման ինքը ջղայնացավ։ Իր ջղայնությունից հայտնվեց Ռուդրան։ Հայտնվեց կոնկրետ մարմին, որը իր մեջ պարունակում է ջղայնություն։ Չէ՞։
Եվ Տեր Բրահման ինքը ասեց, այո, եթե դու հայտնվեցիր, ասկի թե այդ էմոցիան ունեցա, ուրեմն այդ էմոցիային համապատասխան մարմինն էլ իրավունք ունի այս աշխարհում գոյություն ունենալ։ Եվ այստեղ արտահայտվում ուրեմն արիացիների կոնցեպցիայի հասունությունը։ Այսինքն խնդիրը, որը քննարկվում են այս տեքստերում, ինքը ինչու՞ն է։ Խնդիրը ինքը նրա մեջ չի, որ Ռուդրան ինքը ուժ ունի, հա? Այլ խնդիրը առաջանում է, երբ որ այդ ուժը ինքը դուրս է գալիս ընդհանուր կարգից, այսինքն թե ինչի համար է նախատեսված այդ սկզբունքը, չէ՞։ Եվ սկսում է կենդանիակի գիտակցությունը, այսպես էլի, զախմատումից հապշտակել, այսպես լիովին, հասկանում եք։ Այսինքն տեքստը ինքը ցույց է տալիս, որ այդ քայքայից էներգիան ինքը, այսպես էլի, հյուսված է նյութական աշխարհի կառուցվածքի մեջ, եւ այդ սկզբունքը ինքը ունի իր նախասահմանումը։ Ինչու համար։ Որովհետև առանց քայքայման սկզբունքի այս աշխարհում չէին կարող լինել փոփոխություններ, չէր կարող ոչնչանալ հինը, այսինքն այն ինչ որ արդեն կորցրել է իր գոյության իմաստը, չէ՞, չէին կարող վերանալ կեղծ ֆորմաները, չէ՞, չէր կարող տեղի ունենալ, բանից այսպես այդ ճահիճից դուրս գալու process-ները, չէր կարող տեղի ունենալ ճգնությունը եւ չէր կարող տեղի ունենալ մաքրագործումը, որտեղ մաքրագործումն հենց նշանակում է ես ինչ որ մի բանը, ինչ որ մի կեղտոտ բան իմ մեջից դուրս եմ գցում, այսինքն քայքայում եմ, հրաժարվում եմ, разрушение идет, հասկանում եք, հա? Եվ առանց այդ ավերիչ սկզբ էներգիայի, այդ ամեն ինչ որ ես թվարկեցի, չի կարող իրականանալ, չէ՞։ Բայց այդ նույն ուժը, երբ որ ինքը դուրս է գալիս այդ տիեզերական իր նախասահմանումից եւ կենդանիակը սեփականացնում է իր ջղայնանալու բանը էլի, իր ջղայնանալու ունակությունը, այսինքն ես կջղայնանամ այն ժամանակ, որ ես եմ ուզում, չէ՞։ Այդ ժամանակ ջղայնությունը ինքը կարող է քայքայել հենց ինքը ջղայնացողի գիտակցությունը, կարող է ոչնչացնել հարաբերությունները, կարող է մթագնել բանականությունը, չէ՞։ Եվ վերջնակետում աստավորությունը այդ եթե ներքին ջղայնություն ունի, ինքը կարող է հոգևորը վերածի դաշնության, ֆանատիկները, հասկանում եք։ Այդ դրա համար մենք տեսնում ենք, որ Բրահման ինքը շատ բանել այսպես, ոնց ասեմ, ճարտարապետական բան է անում, էլի, ինքը չի խեղդում Ռուդրային, ինքը Ռուդրային բանել ստրուկտուրիրույթ, կարգավորում է, հասկանում եք, եւ սա ինքը շատ կարեւոր սկզբունք է հոգեբանության մեջ, հասկանում եք, այսինքն ինչի մասն է խոսքը, որ ամեն մի բան, որը համարվում է մութ, ամեն մի բան չի, որ պետք է ոչնչացնել, հա, ավելի հաճախ այդ երևույթը պետք է դնել ուղղակի իր տեղը։ Սա շատ կարևոր տեքստ է այդ իմաստով։ Հասկանում եք։ Հիմա, եթե մենք արդեն իմինը հոգեբանական տեսանկյունից այս տեքստին մոտենանք, չէ՞, ուրեմն տեքստը ինքը ցույց է տալիս մի հատ շատ ֆունդամենտալ սխալ, որը կատարում են շատ հոգևոր մարդիկ։ Հոգևոր մարդիկ մեր ժամանակներում շատ հաճախ փորձում են ոչնչացնել, փորձում են պայքարել, այսպես ասենք, ոչնչացնել իրար չի հաջողվում, բայց իրանք մենք քննարկել ենք էլի արդեն, փորձում են պայքարել, այսպես անմիջապես պայքարել ուրեմն էմոցիայի հետ, փոխարեն կարողանան հասկանալ էմոցիայի ֆունկցիան, հասկանում եք։
որովհետև օրինակ ջղայնությունը դա առաջի հերթին ներխուժելու էներգիան է, չէ՞, որտեղ ջղայնության հիմքի վրա է, չէ՞, մարդիկ սկսում իրար մտանալ, այսինքն ներխուժել ուրիշի տարածք։ Հասկանում եք, չէ՞, բայց մյուս կողմից ջղայնությունն է պաշտպանության, այդ սահմանների պաշտպանության էներգիան, չէ՞։ Մյուս կողմից ջղայնությունն է, որ կենդանիակին օգնում է, որ ինքը, ասենք, բանանի էլի ոչնչացնի իր առաջացող ոչնդողները, չէ՞։ Եվ եթե մարդը ինքը համարում է, որ հոգևոր կյանքում ինքը պետք է այսպես լրիվ իր մեջ խեղդի ջղայնանալու ունակությունը, հա, իրականում ինքը հոգեբանության տեսանկյունից շատ մեծ վնաս է իրեն պատճառում, որովհետև երբ որ ինքը դա փորձում է անել, ինքը դառնում է սառը, պասիվ, հա, եւ ամենակարևորը կարող է ընկնել դեպրեսիայի մեջ, հա։ Այսինքն, եթե ազնվորությունը ինքը խեղդում է ջղայնությունը, ինքը այս վիճակների մեջ կարող է գալ։ Եվ կա մի հատ ուրիշ ծայրահեղություն, երբ որ ազնվորությունը ինքը այսպես լիովին տրվում է ջղայնությանը, չէ՞։ Երբ որ ինքը լիովին տրվում է ջղայնությանը, այստեղ ազնվորությունը ինքը սկսում է քայքայել հենց ինքը իրեն, չէ՞։ Այստեղ է որ հոգևորը ինքը ոչ թե իրականում մենք միշտ ծայրահեղ ենք էլի հասկանում, չէ՞։ Այստեղ այս բանի դեմ է պայքարում հոգևորը, հասկանում եք։ Այս երևույթի դեմ է պայքարում, որ կենդանիակը ինքը բան չանի էլի, ասեք, որ կենդանիակը ինքը լրիվ չտրվի ջղայնության եւ երբեք մտագնաց բանականության վիճակում չգործի, որտեղ ինքը այդ ժամանակ անպայման քայքայում է եւ ինքը իրեն եւ քայքայում է իր դիմացիներին, կարող է քայքայել հարաբերություններ եւ այլն եւ այլն, չէ՞։ Այսինքն հասունությունը ինքը ոչ թե այդ ջղայնության էներգիայի կամ բան էլի, ոչ թե ջղայնության, այլ ոչնչացման էներգիայի բանի մեջ է, բան էլի, ասենց ասեմ, ոչնչացման էներգիայի ոչնչացման մեջ է, հասկանում եք, այլ հասունությունը ինքը կայանում է նրանում, որ ազնվորությունը ինքը սովորի այդ էներգիային տալ ճիշտ տեղ, ճիշտ ֆունկցիա եւ ղեկավարել այդ ֆունկցիան, հասկանում եք, որտեղ այստեղ շատ կարևոր բան ասվեց, չէ՞։ Բրահման ինքը ասեց ջղայնությունը ինքը մտավ զգայարանների մեջ, շնչառության մեջ եւ սրտի, հասկանում եք, այսինքն այստեղ արիացիները իրանք ուղղակի նշում են այդ պսիխոֆիզիոլոգիկական բնությունը կենդանիակի էմոցիոնալ վիճակների, չէ՞, որովհետև ջղայնությունը ես արդեն ասեցի, ինքը միանգամից ազդում է շնչառության վրա, միանգամից ազդում է ընկալման վրա, չէ՞, միանգամից ստեղծում է մարմնական լարվածություն, կամ ասենք ինչ-որ այսպես էլի խախտվում են ներքին ռիթմերը, որի հետևանքով ազնվորությունը ինքը կարող է հիվանդանալ, հասկանում եք։ Եվ այսա ինքը շատ կարևոր է։ Եվ տեսեք, ասենք, այդ նույն ներքին ջղայնության կամ ասկեզաների մեջ էլ չէ՞ կա այդ ջղայնությունը։ Դրա համար ասենք, օրինակ, շատ հոգևոր մարդիկ, չէ՞, իրանք դառնում են շատ չոր։ Հասկանում եք, շատ չոր։ Ինչու՞, որովհետև երբ որ իրանք ասկեզաների ճանապարհով են գնում, ասկեզաների ճանապարհը ինքը ակտիվացնում է այդ ոչնչացման էներգիան, հասկանում եք, եւ այդ երբ որ սերը չկա այդ արանքում, չէ՞, այդ ոչնչացման էներգիան ինքը ոչնչացնում է ոչ թե մենակ կենդանիակի թերությունները, հա, այլև ոչնչացնում է իր մեջի եղած փափկությունը։ Եվ բակտին, հա, սիրո յոգան, բակտին ինքը
այս սա թույլ չի տալիս, հասկանում եք, ինքը թույլ չի տալիս, ինքը կենթանեակին միշտ պահում է հափուկ սիրո էներգիայի մեջ։ Դրա համար մեր ժամանակներում բակտի յոգայի մեջ էլ կան մարդիկ, որոնք իրենք շեշտը դնում են ճգնությունների վրա, հա, եւ այդ ժամանակ իրանք իրականում մեծ վնաս են հասցնում բակտի յոգայի process-ին, որտեղ բակտի յոգայի process-ի ամենահիմնական, ամենակարևոր երևույթը կայանում է նրանում, որ երբ որ ազնվորությունը ինքը զբաղվում է բակտի յոգայով, իրան ամեն ինչը, ինչ որ ինքը է տեղանում է, պիտի դուր գա։ Հասկանում եք, որտեղ ասկեզը դա միշտ նշանակում է զորով, հա։ Աստված ինքը չի սիրում, իրականում Աստված ինքը չի սիրում, երբ որ կենթանեակը ինչ-որ մի բան, ինչ-որ մի հարաբերության մեջ է մտնում իր հետ, զորով, Աստծուն դա ընդհանրապես պետք չի։ Հասկանում եք, այստեղ մենք միանգամից կարողանում ենք հասկանալ, չէ՞ որ բոլոր այն կրոնականությունները, որոնք իրանք մարդկանց պահում են վախի մեջ, մարդկանց պահում են ինչ-որ չորության մեջ, չգիտեմ ինչ, դա բոլորը հոգեբանական խնդիրներ ունեցող մարդկանց կողմից հորինված սկզբունքներ են, որոնք իրանք հիմնականում հոգևոր դաշտում գտնվող մարդկանց դարձնում են դժբախտ։ Հասկանում եք։ Եվ այդտեղ երջանիկ են լինում մենակ նրանք, ովքեր որ հիմք են ստանում իրանց արատները իրականացնելու։ Օրինակ ազնվորությունը ինքը ունի բռնության հակում, եւ ինքը հայտնվում է մի հատ կրոնականության մեջ, որը բան է, այսպես բաշրետ բան է անում, աջակցում է բռնությունը։ Իր համար այդ կրոնականությունը կոնֆետ կա, հասկանում ես, օֆիցիալ իրավունք ունեն բռնանալ։ Եվ այդ տերիտորիայում ովքեր են ծնվում, նրանք ովքեր բռնության հակում ունեն, հա, եւ խաբված են նրանով, որ բռնության հակումը իրականացնելուց իրանք զբաղված են հոգերով կյանքով։ Ասենք մի բան հավի ծիծաղը գալիս է։ Շատ ծիծաղալու կլներ, եթե շատ տխուր չլիներ, չէ՞, որովհետեւ այդ բռնության հանդեպ հակում ունեցողները իրանք ինչ որ մարդկանց են, չեն բռնանում։ Եվ դժբախտացնում իրենց կյանքը։ Հասկանում եք, սա շատ լուրջ բաներ են, չէ՞։ Եթե մենք արդեն խոսում ենք սրտի մաքրագործման տեսանկյունից, ապա այս տեքստը, որը մենք ձեզ հետ այսօր քննարկում ենք, ինքը իր մեջ շատ լուրջ սրտի կեղտոտվածությունների հետ է աշխատում, չէ՞։ Ուրեմն առաջինը դա հոգևորի վերաբերյալ միամիտ պատկերացումներն են։ Որն է այդ միամիտ պատկերացումը, որ սուրբ մարդը ինքը ընդհանրապես պիտի իր մեջ ոչ մի քայքայող իմպուլս չունենա։ Բայց այստեղ Բրահմանինքը ինչ մեզ ցույց տվեց։ Ինքը ասեց ոչ։ Նույնիսկ ճգնությունները, որոնք իրենք հոգևոր կյանքի հիմքում են դրած, իրանց մեջ պարունակում են ռուդրայի էներգիան, այսինքն ջղայնության։ Հասկանում եք, հա։ Երկրորդը, ուրեմն երկրորդ կեղտոտվածությունը, դա այն է, որ հոգևոր մարդը ինքը մարդիկ իրենք պատկերացնում են, որ հոգևոր կյանքը դա էմոցիաները խեղդելու process է։ Հա? Այսինքն, ինչ են ասում, երբ որ մարդը ինքը իր առաջ խնդիր է դնում, չէ՞, փորձեր կատարել լինել լավը, ոչնչացնելով իր մեջ իր ներքին ուժի ինչ-որ մի մասը, հա, եւ այո, շատ հաճախ, երբ որ ազնվորությունը ինքը փորձում է խեղդել իր էմոցիաները, չէ, դա բերում է նրան, որ մարդը ինքը գալիս է այդ էլի ներքին երկակի վիճակի, հա, հոգեբանորեն հոգնում է, հոգնածություն է ունենում եւ չի հասկանում թե ինչի է հոգնում եւ
իրականում միշտ իր մեջ կա թաքնված ագրեսիա։ Երբ որ կենդանիակը ինքը փորձ է կատարում, այդ էլի, այդ իր ջղայնության, այսինքն ինչ որ բանը ոչինչ տրանսֆորմացիայի ենթարկելու, մենք պետք է հասկանանք, որ ռուդրան, այսինքն այդ ջղայնությունը ինքը ինչ որ մի բանին տրանսֆորմացիա ենթարկելու ուժն է։ Եթե այսպես պարզ ասեմ, չէ, ինձ պիտի իմ մեջ թերությունը ջղայնացնի, որ ես սկսեմ իրանից ազատվել։ Հասկանում եք, այս սրա մասին է խոսքը։ Իսկ երբ որ կենդանիակը իրան բան է անում, որ ինքը իրավունք չունի ջղայնանա, հա, այդ ագրեսիա, այդի վերածվում է թաքնված ներքին ագրեսիայի։ Հասկանում եք։ Հաջորդը դա ուրեմն տեքստը ինքը աշխատում է նրա դեմ, այսինքն այն սրտի կեղտոտվածության դեմ, որ ազնվորությունը ինքը մտածում է, որ ուժը դա սատանայական է։ Բոլորը այդպիսի պատկերացում ունեն, չէ, որ ասենք սուրբը դա այսպես անօգնական ագրեսիայից, ջղայնությունից բացարձակ զուրկ, խաղաղ, բոլորին բերող, բոլորին եսիմինչ, ալզեն ազնվորություն է։ Ինչու, որովհետև ցանկացած ուժի արտահայտումը դա սատանություն է։ Եվ սա սխալ մտածելակերպ է։ Հասկանում եք, որտեղ մարդը ինքը պետք է հասկանա, որ ցանկացած էներգիա, ջղայնության էներգիան նույնպես ինքը իրանով նեյտրալն է։ Չէ՞, միշտ մերում ենք այդ օրինակը։ Դանակը ինքը բացարձակ նեյտրալ առարկա է։ Իրանով կարելի է կտրել հաց եւ սպանել մարդ։ Այսինքն ամբողջ հարցը կայանում է, թե պոտենցիան ինքը ում է ծառայում։ Հա։ Այս տեսանկյունից տեքստը ինքը համել զգուշացնում է, երբ որ ինքը ասեց դու համել ասկեզաների մեջ կապրես, չէ՞։ Փաստացի տեքստը ինքը զգուշացրեց, որ եթե ազնվորությունը ինքը այդ ճգնությունների մեջ չի մտցնում փափուկ տրամադրություն, ապա այդ ճգնությունը ինքը շատ արագ դառնում է, այսպես էլի, ռազուշենիա, քայքայման ինք։ Հասկանում եք։ Հիմա եւ հակառակը։ Տեքստը կարելի է հասկանալ մյուս ծայրահեղությունով։ Որն է այդ ծայրահեղությունը։ Այսինքն մարդը ինքը կարող է զարգացնել այդպիսի հասկացողություն, որտեղ ջղայնությունը դա շատ լավ բան է։ Ոչ, տեքստը ինքը չի ասում ջղայնությունը լավն է։ Ինքը ասում է ջղայնությունը ունի իր տեղը։ Հա? Կամ, ասենք, ազնվորությունը հիմա կարող է այդպես հասկանալ, որ всё, ասենց ես իմ ներսում պետք է այդ ռուդրայի սկզբունքից ընդհանրապես հրաժարվեմ։ Հասկանում եք, բայց նույնիսկ հոգևոր կյանքը ինքը օգտագործում է, ես նոր օրինակը բերեցի, ինքը օգտագործում է, հասկանում եք, այդ ջղայնության ուժը։ Չէ՞։ Կամ ասենք մարդը ինքը կարող է մտածի, եթե ճգնության մեջ էլ կա այդ տրանսֆորմացիայի ուժը, չէ, ուրեմն ճգնությունը ինքը իրանով մարդուն դարձնում է սուրբ։ Բայց ոչ, որտեղ իրականում ճգնությունները իրենք կարող են ոնց որ մաքրեն մարդուն, այդպես էլ կարող են շատ ծայրահեղ էգոիզմ ծնել։ Հասկանում եք։ Այսինքն հիմա ինչի մասին է այստեղ խոսքը։ Տեքստը ինքը նրա մասին է, սիրելիներս։ Ինքը չի սովորացնում մարդկանց, որ պրոստը մի ջղայնացի, որովհետև այդպիսի պահանջը ինքը իրականում երկերեսանիություն է։ Ինքը խաբեություն է։ Որովհետև այստեղ մենք տեսնում ենք արիացիների մոտեցումը։ Իրանք ուրիշ բան են ասում։ Իրանք ասում են սովորի տեսնես ուժի բնությունը, սովորի տարբերես իրա ֆունկցիաները, հասկանում եք, եւ այդ ժամանակ դու նույնիսկ ջղայնությունը,
Այսինքն այդ բան էլի քայքայելու էներգիան կարող ես օգտագործել մաքրագործման մեջ։ Հասկանում եք։ Եվ եթե ազնվորությունը ինքը պրոստո այս տեքստը գալի տենց որ այ պրոստո պետքա չջղայնանալ, հա, դա անպայման կբերի նրան, որ ազնվորությունը ինքը կոպիտ ասած ներքինից կջարդվի։ Հասկանում եք։ Եվ կդառնա շատ կոշտ ֆանատիկ։ Եվ այս տեքստը ինքը այսպես անմիջապես կապված է ուրեմն դրա հետ, որ ջղայնությունը ինքը ծնվեց Բրահմա։ Այսինքն Ռուդրան ինքը ծնվեց Բրահմայի ջղայնությունից։ Հա? Եվ այսինքն սա անմիջական կապ ունի այդ երեք գոյավիճակների հետ, որ մենք պետք է հասկանանք, որ այդ քայքայող սկզբունքը դա ինքը նյութական աշխարհի դինամիկայի անբաժանելի մասն է։ Եվ ինքը ունի իր տեղը։ Հասկանում եք։ Այդ տեսեք հիմա, եւ նույնը ինքը գալիս է, ասենք, ազգերի միջև, մարդկանց միջև։ Հասկանում եք, երբ որ գալիս է ինչ-որ մի պահ, հա, երբ որ ազնվորությունը, ազգը, պետությունը, չգիտեմ, կայսրությունը կապ չունի, հա, երբ որ ինքը այլևս չի աճում, հա, որտեվ ասենք ինչպես է ձևավորվում, չէ՞, ազգը, պետությունը, կայսրությունները իրանք ձևավորվում են ինչ որ մի հատ գաղափարախոսության հիմքի վրա, Աստծո ազնվորությունը ինքը հնարավորություն է տալիս այդ գաղափարախոսությունը իրականացնելու։ Իրանք իրականացնում են, հետո Աստված նայում է, ինչ են անում։ Հա? Ու եթե այդ ինչ են անումի մեջ չի մնում ոչ մի դրական բան, գալիս է այն ուժը, որը իրան ոչնչացնում է։ Հասկանում եք, այսինքն սա այդ разрушительная сила, քայքայող ուժը, չէ, ինքը ահռելի մեծ դերակատարություն ունի տիեզերքի կյանքի մեջ, ինքը այդ դինամիկան է ապահովում, ինչը այլևս բան չի, պիտանի չի, հոպ, թողեց գնաց, հոպ, թողեց գնաց, չէ, մենք հիմա իրականում շատ հետաքրքիր պահին ենք բանանում, չէ, որովհետև էպոխա, հա, այսինքն արդեն ոչ թե Կալիյուգան է փոխվում, այլ իր մեջ 2000 տարին մեկ փոխվում է Znак Zodiac-ը։ Մենք հիմա մտել ենք Վադալեի մեջ, ջրհոսի մեջ ենք մտել։ Ջրհոսը դա լրիվ ուրիշ հոգեբանություն է, ձգից շատ է տարբերվում, չէ՞։ Հասկանում եք։ Եվ ասենք այդ իմաստով, չէ՞։ Հիմա հոգեբանություն է փոխվում, ուրիշ տիպի կենդանիակներ են ծնվելու։ Եվ պատահական չի, որ դարաշրջանը ինքը սկսվեց այդ արհեստական բանականության ներխուժումով մեր կյանք, հա, երբ որ հասարակությունը ինքը ձգտում է հիմա, ասկն էլիտան ինքը ձգտում է աշխարհը դարձնել թվային։ Սա ամեն ինչ արդեն այդ Վադալեին բնորոշ բաներն են, հասկանում եք, չէ՞, եւ դա ինքը շատ կարեւոր գործոն է։ Հասկանում եք, սիրելիներս, չէ՞։ Այսինքն խոսքը գնում է նրա մասին, որ կենդանիակը ոչ թե պետք է հրաժարվի այդ քայքայի սկզբունքից, այլ պետք է այդ սկզբունքը իր մեջ մաքրագործի, այսինքն գտնի իր ճիշտ կիրառման կետը։ Հասկանում եք։ Եվ այո, իհարկե, այդ բոլոր գործոնները, որը թվարկեց Բրահման, ինքը հատուկ նշանակություն ուներ դա, որ ինքը Ռուդրային ասեց, քո տեղը նաև ճգնությունների մեջ է։ Հասկանում եք։ Այսինքն ինքը ինչ ասեց։ Ինքը ասեց, որ ներքին մաքրագործման process-ները իրանք միշտ, կոպիտ եթե ասենք, միշտ կապված են այդ ներքին կրակի հետ, որի մեջ այդ բոլոր թերությունները այրվում են, հա, իրանք միշտ կապված են նրա հետ, որ ազնվորությունը իր ներքին, այսպես պատկերավոր ասած, ներքին կոնստրուկցիաները, չէ, ջարդում է եւ նորն է իր տեղը կառուցում։
բայց ով է, դա ջղայնության էներգիան է, ռուդրան է։ Հասկանում եք, եւ սա շատ հասուն մոտեցում է իրականում։ Հասկանում եք։ Ուրեմն մենք տեսանք, որ Տեր Բրահման ինքը նկարագրեց կապ ջղայնության, շնչառության, բանի, ասենք, ճգնությունների, հա, եւ ներքին փոփոխությունների միջև կապ նկարագրեց։ Հա, եւ երբ որ մենք խորանում ենք դրա մեջ, թե դա ինչ է նշանակում, տեսնում ենք, որ խոսքը գնում է նրա մասին, որ էներգիան ինքը կարող է ոչնչացնել մարդուն, իսկ կարող է ոչնչացնել նրա կեղծ եսը, հանուն հոգևոր զարգացման։ Հա, եւ սա արդեն անշուշտ շատ մեծ առաջադիմություն է, չէ՞։ Այ մենք միշտ պիտի հիշենք, որ մեր կեղծ եսը ոչնչանում է ռուդրայի շնորհիվ։ Եվ այսօր այսքանը, ծերիկներս, ստեսություն։